Նկատի ունեմ, ես չեմ ժխտում պրոբլեմները, բայց մենք պետք է հասկանանք, անկախ դատական համակարգ չի նշանակում ժողովրդից անկախ դատական, ընդհակառակը նշանակում է մնացած բոլորից անկախ, բայց ժողովրդի իշխանությամբ գործող, ոչ թե ժողովրդի կամքով գործող, ես ուզում եմ ես էլ տարբերակենք, այլ ժողովրդի իշխանությամբ գործող, ժողովրդի մանդատով գործող։ Արձագանք։ Մենք խորհրդարանում եւս այդ խնդրին հաճախ բախվում ենք օրգանական կապի տեսանկյունից, որովհետև դրա ձևական կողմն ամենակապահովված գործող իրավակարգավորումներով։ Մենք այստեղ սահմանադրական դատարանի դատավորներ ենք ընտրում, ԲԴԽ-ի անդամների կեսին, Վճռաբեկ դատարանի դատավորներին, բայց շատ ֆորմալ է դա, հետո երբ որ հարցեր ենք ուղղում դատավորներին կամ Բարշակույն դատական խորհրդի անդամներին, անընդհատ այդ բանն ենք բախվում, մենք հաշվետու չենք ազգային ժողովի առաջ եւ այդ հարցերը մնում են օդում։ Ուստի համաձայն եմ, որ նոր սահմանադրությունը պիտի լուծի այդ հարցը։ Սամ ես չեմ էլ եմ ասում, չի կարող ժողովրդից անկախ իշխանություն լինել։ Պատկերացրեք ազգային ժողովը ասի, դե մենք անկախ իշխանություն կամ կառավարությունը չի կարող ժողովրդից անկախ իշխանություն, որովհետև իշխանությունը պատկանում է պետությունն է նա, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եվ այս օրգանական կապերը իմիջայլոց ասեմ, Հայաստանյա Առաքելական Սուրբ եկեղեցու հետ կապված է մենք տենց պրոբլեմ ունենք։ Որովհետև ժողովական կառավարում ընդհանրապես չկա, եկեղեցին համայնքն է, հարգելի գործընկերներ։ Եկեղեցին համայնքն է։ Ոնց հոգևոր համայնքը, հոգևոր հոտը իրավունք չունենա, որոշումների վրա ազդել, ով է իր թեմի առաջնորդը, ով է իր քահանան, եւ այլն եւ այսպես շարունակ։ Ընդհանրապես մեր եկեղեցին էլ ոչ թե մեր եկեղեցին, այսօրվա եկեղեցական վերնախավը ոչ մի կապ չունի ժողովրդի հետ, ոչ մի հաշվետվողականություն չունի ժողովրդի հետ։ Դրա համար էլ մենք բանը ու ես դա նորմալ եմ համարում։ Ես չեմ բողոքում դրանից։ Ասենք մի հատ նոր, եթե ժամացույց ես կապում, պետք է 3 տարի բացատրես այդ ժամացույցը որտեղից ես կապում, եւ դա նորմալ է, եւ դա մենք ենք այդ համակարգը ստեղծել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հայտարարագրում, չգիտեմ, այլ մեխանիզմներ, ESN, ՀԿ-ների, գնումների, մամուլի ազատություն, մեր օրոքա Հայաստանը խոսքի եւ մամուլի ազատության ռեյտինգներում աշխարհում առաջատար դեր բանանում։ Բայց չհասկացա, հոգևորականը Bentley ունենա, 3 հատ կնիկ ունենա, 1000 ներողություն ես բառի համար, այդ իրանց ընկալումն է։ Ասենք 4 հատ սիրուհի ունենա, ամեն բանում երկրում մի հատ երեխա ունենա, չգիտեմ, ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայլու մեջ տեսել եք ընդհանրապես։ Եվ այս պրոբլեմները պետք է լուծվեն, Հայաստանը չի կարող զարգանալ առանց այս պրոբլեմների լուծման։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը, ով է հարց տալիս։ KGB-ի գործակալը ու հիմա նոր Նախճեվանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, ոչ հենց տենց էլ պետք է լինի։ Այս կներեք խելագարություն ասենց բան ոնց կարող լինի։ Մի հատ էլ ասում են ոնց բանի կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք։ Ոնց կաթողիկոսը անձնական կյանք ունի։ Այսինքն վարչապետը անձնական կյանք չունի, չի կարող ունենա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա։ Էսա կսկսեն բանի եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել։ Միջազգային բաներով, կոնվենցիաներով։ Բա հարցազրույց եղավ եկեղեցու սպասավոր, ով ներսից գիտի, ասում է բանը
Ինչ որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ հլը չի էլ հետաքրքրում ավանդական, ոչ ավանդական, որտեղ ինչ է շնակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետի ունենա։ Ու ոնց Հայաստանում մարդկա, որ մտածում է կարա ուրիշ բան տեղի ունենա, Հայաստանում մարդկա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Ինքը ուրեմն բանն է, այդ բանի եզրասի, այդ բանի գործակալական ցանցի անդամ է, ուղիղ կամ անուղղակի։ Մեկը մեր մասին մի հատ հայտարարություն անի, ասի տեսել եմ բանում անտառում փռշտալիս։ Լսեք, ամիսներով կքննարկեն։ Հիմա մեկը KGB գործակալ է, մեկը բան է։ Քահանաների հետևից հանգնում ձեռմեռակցում լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի։ Այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Աղբերը, որ KGB-ի գործակալ է, որևէ բացատրություն տվել է։ KGB-ի գործակալը մեզ հայրենասիրություն բացատրողն է, մեր ազգային ինքնությունը մեզ բացատրողն է։ Ու մարդիկ սենց սովորական բան են անում, հա, տենց ապրում են իրանց համար, հա։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակա, մեկը բան, մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ է եղել, հա, իրանց անձնական կյանքն է։ Ու մենք եկեղեցու դեմ պայքար ենք տանում, մենք կոնֆլիկտ ունենք եկեղեցու դեմ, եկեղեցին բոսյակն է եկեղեցին, բոսյակը եկեղեցին է, սեռական մոլագարը եկեղեցին է, գանձագողը եկեղեցին է, KGB-ի գործակալը եկեղեցին է, լսեք, ես կյանքս կդնեմ դրանցից իմ սրբությունը, մեր սրբությունը ազատելու։ Եթե նույնիսկ մենակ մնամ, ես պրոբլեմ չունեմ։ Պետք է ամեն մեկը որոշում կայացնի, լավ, էս ինչ ձև է ընդհանրապես։